կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ 8 միլիարդ թալանված ստվերում գտնող գումար ես վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե։ Վերադարձել այսօր այդ գումարները, որ իրանց գրպանն էր հոսում, իրանց գրպանը չի հոսում, ձեր գրպանն է հոսում։ Ոնց է հոսում ձեր գրպանը։ Թոշակների ձևով։ 2000 8 տարի վարչապետ եմ, ժողովուրդ, 7 տարբեր որոշումներով անդրադարձել եմ թոշակի։ 7 տարբեր որոշումներով։ Նվազագույն թոշակը երրապատկել ենք մենք։ Երրապատկել ենք 8 տարում 7 անգամ, պատկերացնում եք, ես նկատի ունեմ բուն թոշակի բարձրացումը եւ անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը։ Այսինքն այդ 8 տարուց մեկն էլ եղել է COVID-ի տարի, որ ընդհանրապես ոչ մի բան հնարավոր չէր անել։ Ոնց է հոսում ձեր գրպանը այդ գումարը, առողջության ապահովագրության տեսքով։ Այ սիրելի երիտասարդ մայրիկներ, ձեր երեխեքի մինչև 18 տարեկան երեխեքի առողջապահական նվազագույն կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ձեր 65+ տարիքի ծնողների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ինչի՞։ Ինչի՞ է տենց ժողովուրդ։ Ինչի՞ է տենց։ Մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացիներին, սիրում է ձեզ բոլորիդ, երեխաներին, ծնողներին, քույրերին, եղբայրներին, եւ էսա, որ փոխվել է Հայաստանի Հանրապետությունը, այդ սերն է, քաղաքացիության սերը քաղաքացու նկատմամբ եւ քաղաքացու սերը պետության նկատմամբ, իշխանության սերը ժողովրդի նկատմամբ եւ ժողովրդի սերը իշխանության նկատմամբ։ Բոլոր գյուղերում երեխեքը տասնյակներով, հարյուրներով գալիս են։ Ինչ են գալիս։ Դուք եք իրանց ասում որ գան։ Չէ, իրոք դուք եք ասում։ Դուք իրան։ Ինչ են գալիս, որովհետև դուք կարող ա, մեծերը կարող ա 1000 ու մի պրոբլեմի, խնդրի մեջ, կենցաղի մեջ, պետության եւ կառավարության սերը չզգաք, դուք կարաք չզգաք, բայց երեխեքը զգում են, երեխեքը դրա համար են գալիս, որովհետև երեխեքը զգում են իրանց պետության սերը եւ այս տարիքից երեխեքի մեջ մենք սերմանում ենք սերը պետության նկատմամբ, իրանք ավելի ուժեղ քաղաքացի են լինելու քան դուք։ Էսա է սպայի ամենակարևոր իմաստը։ Իսկ այդ մարդիկ եկել են ասում են 300,000 ադրբեջանցի։ Իրանք թվում է թե մեզ մեղադրում են այդ թեմայով, իրանք իրականում լրտեսաբար ուզում են բացեն այդ թեման, ուզում են կոնֆլիկտի եւ արյունահեղության նոր էջ բացեն, բայց մենք իրար հետ դա թույլ պետք է չտանք, որովհետեւ պատերազմի երրագլուխ կուսակցությունը պետքա ջախջախվի այս ընտրություններում, բայց ջախջախվի ոչ թե կառավարության առաջ, այլ ժողովրդի առաջ, ձեր առաջ, որովհետեւ նրանք մեր դեմ չեն, նրանք ձեր դեմ են, որովհետեւ մենք ով ենք, մենք ձեր ծառաներն ենք, դուք երբ ուզենաք, գիտեք ես էլ է շատ կարևոր առանձնահատկություն, դուք երբ ուզենաք, ինձ կարաք փոխեք որպես վարչապետ, երբ ուզենաք։ Իսկ երբ որ հանկարծ դրանցից մեկը ձեզ խաբելով հայտնվեց վարչապետի պաշտոնին, մանավանդ 18 թվականի հեղափոխության դասը ունենալով, 1%-ի շանս ես չեն տա, 1%-ի շանս։ Եվ հետևաբար մեզ ընտրելով դուք ձեզ եք ընտրում, որովհետև մենք ձեզնից մեկն ենք, մենք ձեզնից մեկն ենք։ Այսօր նայում են, ասում են արա, հələ նայեք արա, պերաշկի ա ուտում։ Հիվանդներ, հա դուք սովոր եք։ Ես պերաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Այո, ես ուտում եմ, որովհետև երեխեքներն են ուտում։
Եվ ասում եմ, այս ընտրություններում պերաշկի ուտողները պետք է ընտրեն պերաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Եվ այս ընտրություններով եւ հետո այսօր ձեր ժամանակ թոշակառուն նույնիսկ պերաշկի եւ կարտոշկա ուտելու հնարավորություն չուներ, որտեղ 2016 թվին, 18 թվին նվազագույն թոշակով նույնիսկ պերաշկի եւ կարտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարան։ Դուք թոշակառուից գողանում եք, որ սև իկրայով զղթակվեք։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ,